Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Նոր ուժ կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի։ Ինչպես է անցնում քարոզարշավը, վերջին օրերն է եզրագծին ենք մոտենում, եւ մենք տեսնում ենք, որ ձեր ուժը բավականին հետարքի ձևով է Հայկ Մարությանն անցկացնում, այդքան շատ չէ գնում մարզեր, այլ ավելի շատ այլ ձևով է կենտրոնացած Հայկ Մարությանը իր ռիլերով։ Վերջին օրերին հնարավոր է, ասենք, հանրահավաքային ինչ-որ միջոցառումներ, նախ գնահատենք ընդհանուր ընթացքը, հետո տեսնենք ինչ եք անում վերջին օրերին։ Շնորհակալություն։ Նախ ընդհանուր առմամբ, եթե գնահատեմ մեր քարոզարշավը, շատ լավատեսական է, շատ դրական էմոցիաներ, մենք կարողանում ենք հասցնել մեր ուղերձները, մեր զգացածը, մեր մտածածը մեր համաքաղաքացիներին եւ ընդհանուր եթե երկու բառով ներկայացնեմ մեր քարոզարշավի տիպը, մենք ուզում ենք ապացուցենք, այսինքն ուզում ենք հիշեցնենք, որ դրսում 2026 թվականն է, այսինքն մենք իհարկե նաև բակային հանդիպումներ ենք ունենում, ասցիք մարզային հանդիպումների վրա շեշտը չենք դնում, իհարկե մարզային հանդիպումներ էլ շատ ունենք Կապան, Քաջարյան, Գորիս, Գյումրի, Վանաձոր եւ այլն եւ այլն։ Մի շարք քաղաքներում, Հրազդան, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում արդեն եղել ենք կամ կլինենք, բայց հիմնական շեշտը մեր ասելիքը փոխանցելու, նաև հաշվի առնելով սուղ միջոցները, հա, այն է, որ մենք դա անում ենք սոցիալական ցանցերի միջոցով եւ եթե այսպես պարզ ասենք, Նոր ուժ կուսակցությունը ինչ ռեսուրս ունի։ Երկու հիմնական ռեսուրս։ Դա Հայկ Մարությանի կերպարն է հանրության մեջ, որպես սիրված մարդ, որպես դրական էմոցիաներ փոխանցող մարդ եւ որպես ազնիվ մարդու կերպար, մյուս կողմից մեր թիմը, Հայկ Մարությանի գլխավորած թիմը, որը հիմնականում Երևանի քաղաքապետարանում աշխատած թիմն է 2018-21 թվականներին, ինչպես նաև ներկայումս ավագանում գործող մեր ֆրակցիան, որը ինչպես գիտեք ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան է։ Այս երկու, այսպես ասած, կապիտալները մենք միաձուլել ենք իրար եւ մեր ժողովրդին փորձում ենք մեր ասելիքը փոխանցել եւ հումորային ուրեմն ֆորմայի միջոցով եւ նաեւ հիշեցնելով, ցույց տալով մեր աշխատանքը Երևան քաղաքում եւ վստահեցնում ենք, որ այն մոդելը, որը մենք Երևանում ցույց ենք տվել եւ ցույց ենք տալիս մինչեւ հիմա, այսինքն եւ մի կողմից բանիմաց, մյուս կողմից սկզբունքային աշխատանք քաղաքականության մեջ, դա մենք ուրեմն տարածելու ենք ամբողջ Հայաստանում։ Ձեր քաղաքական ուժի եւ մասնավորապես Հայկ Մարության հետ կապված երկու ձեր դիմախոսները, երկու հիմնական այսպես թեզ են առաջ տանում։ Մեկ ասում են, որ անհնար է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, որովհետև ճանապարհ է անցել։ Իշխանությունն էլ ասում է, որ Հայկ Մարությանը իրենց որոշումը քաղաքապետ դարձնելու ամենամեծ սխալն էր։ Հիմա որ մեկի մեջ օբյեկտիվության հատիկ կա, այսինքն դուք ասոցացվում եք Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք ձեզ ասում են, չէ, մեր սխալ որոշումներ, որ քաղաքապետ դարձրեցինք։ Ձեր ասածը հենց ցույց է տալիս շատ լավ ապացույցն են բանի, որ մենք ճիշտ տեղում ենք, այսինքն մենք ոչինչ չենք թաքցնում, մենք չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանի ոչ թե ներողություն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմում, այլ ամեն դեպքում հեղափոխության թիմում։ Մենք չենք ասում, որ 18 թվականի հեղափոխությունը սխալ էր կամ հեղափոխական թիմին միանալը սխալ էր։ 2018 թվականի ապրիլյան դեպքերը, հեղափոխությունը մեր ժողովրդի, մեր հասարակության մեծագույն հաղթանակներից մեկն է եղել։ Անզորության դեմ, ընտրությունից զրկելու ուրեմն իրավիճակի դեմ եւ նաեւ սոցիալական անարդարության դեմ եւ ժողովուրդը ընդվզել է այդ իրավիճակի դեմ եւ ընտրել է հանուն դեմոկրատիայի, դեմոկրատական ճանապարհով, սոցիալական հավասարության ճանապարհով երկիրը զարգացնելու ուղին։ Եվ մենք միացել ենք այդ պայքարին, ժողովրդի այդ պայքարին, որը այո գլխավորել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ բան, որ արդեն Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե հիշում եք 18-ից 21 թվականներին քաղաքական միավոր որպես այդպիսին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն չի եղել։ Իշխանության մեջ եղել է Իմ քայլը դաշինքը, հենց դաշինքը դա լայն ուժերի, անհատների, անկուսակցական կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների համախումբն էր, որը լծված էր այդ հեղափոխական արժեքը ի գործ դնելու։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր նեղ թիմը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ի վերջո փորձեցին իրենցով անել այդ հեղափոխությունը,
սխալ ուղղությամբ տարան, շատ բարեփոխումներ կիսատ թողեցին, շատ բարեփոխումներ ձախողեցին եւ ամենակարևորը մեծագույն աղետի առաջ կանգնեցրեցին մեր ժողովուրդը եւ հանգեցրեցին Արցախի կորստի եւ Արցախի հայերի ողբերգության։ Սա է, որ ուրեմն մեզ անդառնալիորեն բաժանել է Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության մյուս հատվածի, այսպես ասած նախկիններին ներկայացնող կամ նախկինների հետ ասոցացվող ընդդիմությանը, ապա այդտեղ ոչինչ չի փոխվել։ Մենք ինչպես վերաբերվել ենք նրանց, այնպես էլ շարունակվում ենք վերաբերվել։ Տեսեք, իշխանությունը ինչ է ասում, ասում է, որ Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ, եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չլիներ։ Հիմա օրինակ այս ընտրություններով տեսնում ենք, որ Հայկ Մարությանն իր դեմքով իր ուժով է մասնակցում։ Ով է ձեր ընտրողը եւ արդյոք եթե չկա Նիկոլ Փաշինյան այդ վարկանիշը ձեզ հետ, դուք կարող եք օրինակ անցողիկ շեմը հաղթահարել։ Դե մենք էլ ասում ենք, որ եթե 2018 թվականին Հայկ Մարությանը չլիներ քաղաքապետի թեկնածուն այլ մեկ ուրիշ անձ, քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ եթե հաղթեր, հաղթանակը այդքան համոզիչ չէր լինի, 82%, շուրջ 82%-ն է եղել ձայների, եւ դրա ապացույցն էլ կա։ Այդ օրերին, եթե կհիշեք, Կապանում եղավ ընտրություն, էլի ասում են հեղափոխական էյֆորիա եւ այլն, Նիկոլ Փաշինյանը Մարությանի ձեռքը բռնել էր, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ անձի ձեռք էր բռնել Կապանում, իրենց թեկնածուն էր։ Եվ անմիջական մասնակցությամբ այդ հեղափոխական էյֆորիայի օրերին Կապանում պարտվեց Իմ քայլը դաշինքը։ Հետո պարտվեցին Աբովյանում եւ այլն, բայց ոնց եղավ, որ Երևանում այդպիսի համոզիչ հաղթանակ տարանք։ Այսինքն մենք հիմա անցյալի հետ կապված չենք կարող հստակ դատողություններ անել, բայց մենք կարող ենք հարակից ինդիկատորներով, հարակից փաստերով իրողությունը մոտավորապես պատկերացնել, հա։ Մյուս կողմից էլ 23 թվականին Հայկ Մարությանի գլխավորած ուժը ընդդիմության ամենամեծ ձայները հավաքեց Երևան քաղաքում, ավելի ճիշտ մեծ հաշվով ահռելի ահավոր ցածր մասնակցության պայմանագրերում, վարչական ռեսուրսի կիրառման ահռելի մեծ պայման, հիշում եք Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրությունները դարձրել էր Հայաստանի ինքնիշխանության համար պայքար, ինքը անձամբ էլի մասնակցում էր քարոզարշավին եւ տարբեր մարզերից մարդիկ էին բերում, որ հանրահավաքներին մասնակցեին, չգիտեմ, մանկապարտեզների այն լավագույն ավանդույթներով մանկապարտեզների տնօրեններին էին ներքաշել եւ այլն, եւ հավաքեցին ընդամենը 32% ձայն, մենք հավաքեցինք երկրորդ ձայների մեծությամբ երկրորդ ֆրակցիա եւ եթե այնտեղ ընդդիմության մեջ կամ ընդդիմադիր ընտրազանգվածի համար ականներ նախատեսված չլինեին, իդեմս Հանրապետություն կուսակցության, որը անմիջապես հայտարարեց իր կոալիցիայի մասին, եւ Հանրային ձայն կուսակցության, հայտի Դոգի ղեկավարած քաղաքական ուժը, որը ըստ էության այնպես արեց, որ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Ամեն դեպքում առանց խորանալու դրա մեջ մենք խոսում ենք քաղաքական կապիտալի մասին, ասում ենք առանց Նիկոլ Փաշինյանի Հայկ Մարությանի գլխավորած ուժը արդեն Երևան քաղաքում լուրջ հաջողություն է գրանցել եւ մենք համոզմունք ունենք, որ այս ընտրություններին եւս հաջողություն կգրանցեն։ Ձեր շփումները ինչ է հուշում, ով է ձեր ընտրողը այդ հարցին անդրադառնանք, այսինքն որ շերտը երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ, թե ավագներ Ես օրինակ կարող եմ ասել, որ ես ավելի շատ լսել եմ երիտասարդներից, որ ձեզ ընդունում են։ Ձեր տպավորությունը ինչպիսին է։ Դե ամենայն անկեղծությամբ մենք նաև բակային քաղաքային շփումներում, հա, օֆլայն այսպես ասած շփումներում ամենաբազմազան մարդկանց ենք տեսնում, որ մեզ դրական են վերաբերում, բայց բացի դրանից մենք մեր կողմից մեր ծրագրերում թիրախավորում ենք հասարակության հնարավորինս լայն շերտերին։ Անշուշտ երիտասարդությունը այդտեղ շատ առանցքային դեր ունի։ Երիտասարդները, որոնց համար մենք հնարավորություններ ենք առաջարկում, իրենց կյանքը երկարատև պլանավորման համար առաջարկներ ենք ներկայացնում եւ նաեւ տեսնում ենք ֆիդբեքը, հա, անդրադարձը դրական վերաբերմունքի տեսքով նաեւ երիտասարդների կողմից, սակայն այս առումով մի դիտարկում անեմ, ես նկատում եմ նաեւ ով որ ձեզ ընտրում է երիտասարդներին, իրենք նաեւ հենց Հայկ Մարության դերասանին են հավանում։ Այդ բանը միշտ այդ ասոցիացիան միշտ նկատելի է։ Հայկ Մարության դերասանը
նրան ճանաչելի է դարձնում հանրության մեջ, ինչը շատ կարևոր է։ Հայկ Մարության դերասանի փոխանցած դրական էներգետիկան, բայց նաև առնվազն 15-20 տարի Հայկ Մարության սկզբում դերասանը, հետո հանրային գործիչը, քաղաքական գործիչը անմասն չի մնացել երկրի քաղաքական, հասարակական կյանքին վերաբերող լիքը հարցերում, հա, սկսած, չգիտեմ, բնապահպանական շարժումներ, տրանսպորտի թանկացման դեմ շարժումներ, հետո 16 թվականին կամավորագրվել են իր ընկերների հետ Արցախ եւ 20 թվականին Երևանի արդեն Երևան ջոկատի կազմում մենք մեկնել ենք Արցախ, այսինքն հանրության երկրի կյանքում եղած ամենակարևոր դրվագներին Հայկ Մարությանը եւ նրա թիմը մասնակցություն ունեցել են եւ մենք կարծում ենք, որ այդ դրական վերաբերմունքը այդ թվում նաև դրա հետ է կապված, որովհետև ներողություն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ շատ լավ եւ հայտնի դերասաններ կան, որոնք իրենց գործը շատ լավ են անում, բայց հասարակական կարևորության հարցերում իրենց դիրքորոշումը կամ пассив են կամ ինչ-ինչ հարցեր են առաջացնում։ Պասիվ են եւ քչախոս են քննադատությունների հետ կապված, որովհետեւ զուգ են։ Այո, այստեղ մենք պարոն Մարությանը միշտ շեշտում է իր խոսքում, մենք անընդհատ մենք միշտ ասում ենք օրինակ ԿՊ-ի ցանկացած իշխանության եւ մասնավորապես այսօր ԿՊ-ի լավագույն դաշնակիցը դա пассивությունն է, ցածր մասնակցությունն է։ Մենք հակառակը կոչ ենք անում հատկապես, քանի որ խոսեցինք երիտասարդների մասին, հատկապես երիտասարդներին եւ ընդհանրապես մեր հանրությանը ինչքան հնարավոր է շատ մասնակցել, գնալ ընտրությունից բացի, չգիտեմ, թեկուզ Facebook-ում մեկնաբանություն գրել, դա էլ մասնակցություն է եւ հաղթահարել անտարբերություն։ Ճիշտ կետին եկաք, որովհետեւ ես ուզում եմ հարցնել այդ пассивությունը, այդ որ ցածր է լինելու եւ շատ մեծ է հավանականությունը իշխանության վերընտրության, որտեղ փոշի ցածր լինելու դեպքում անխուսափելի է, այո։ Դա մենք տեսել ենք Երևանում։ Եվ այդ առումով նաև ձեզ ուղված նոր ուժերին ուղված մեղադրանք կա, որ դուք նպաստելու եք հենց այդ փոշիացմանը, որովհետև չեք գնացել խոշորացման մյուս այլ ուժերի հետ։ Հակառակը մենք կարծում ենք ոչ թե մենք նպաստում ենք փոշիացմանը, այլ մենք նպաստում ենք ակտիվությանը, հանրային ակտիվությանը, որովհետև մարդիկ ավելի բազմազան դաշտ են տեսնում, մենք տեսանք 21 թվականին ինչ եղավ, հա, ըստ էության խորհրդարան անցավ երկու քաղաքական ուժ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած, երրորդ ուժը օրենքի ուժով անցավ, հա, դա շատ բևեռացման ամենալավ ցուցիչն էր, որ մենք ունենք, հա, եւ մենք դրանից ելնելով առաջարկում ենք այլընտրանքը եւ մենք վստահ ենք, որ օրինակ այն մարդը, որը Ռոբերտ Քոչարյանին է պատրաստ ձայն տալ, Հայկ Մարությանի ընտրապայքար մտնելու պարագայում ոչ մի դեպքում չի փոխելու իր միտքը եւ չի գնալու ընտրելու Հայկ Մարությանը։ Ինքը շարունակելու է Քոչարյանի աջակիցը լինել, կամ Ծառուկյանի աջակիցը, կամ Փաշինյանի աջակիցը, մյուսները, հա, եւ հակառակը։ Այն մարդը, ով պատրաստ է Հայկ Մարությանին ձայն տալ եւ իր ուժին Քոչարյանին կամ Փաշինյանին ձայն չի տալու, իմաստ չունի։ Եվ երբ դու ներկայացնում ես քո առաջարկը, երբ հայտ ես ներկայացնում, արդեն հնարավորություն ես տալիս եւ մարդուն խրախուսում ես, որ ինքը գա, որովհետեւ այս երկու բևեռների արանքում կաս դու, որը եւ քո հայացքներով եւ քո կենսագրությամբ նրանցից տարբերվում։ Տեսեք, դուք արդեն հայտարարել եք, որ ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներն եք ձեր ձայնը տալու, ոչ իշխանության։ Պատկերացնենք իրավիճակ, դուք հայտնվել եք խորհրդարանում, ձեր ձայնից է կախված ամեն ինչ։ Ինչպես եք վարվելու։ Ինչ եք անելու, որ մեկին առավելություն տակ, որպեսզի իշխանություն ձևավորի։ Դա շատ լավ հարց է, դա այն որ ասում են вопрос на миллион, հա, միլիոն դոլարանոց հարց է, այդպիսի արտահայտություն կա, էլի, այստեղ փողերը կապ չունի։ Տեսեք, խնդիրը հետևյալ, նախ վերադառնալով նախորդ հարցին էլի շատ կարճ ասեմ, հա, բացի այդ իմ ասած հանգամանքից, որ դու քո գաղափարներով բազմազանություն ես բերում, նաև տեխնիկապես, երբ դու օգնում ես, երբ դու արդեն անցողիկ ես լինում եւ հայտնվում ես խորհրդարանում, այնտեղ կոնֆիգուրացիաները տարբերվում են, այնտեղ բանակցային հնարավորությունները մեծանում են։ Այսինքն ընտրողը այսպես թե այնպես ավելի որակյալ, ավելի փոխզսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմներ պարունակող խորհրդարան է ունենալու։
Եվ այս առումով, եթե դուք չեք տեսնում մեզ որպես պոտենցիալ, ես դիմում եմ հեռուստադիտողին, չեք տեսնում մեզ որպես պոտենցիալ կառավարության ղեկավար, ապա խորհրդարանում ներկայացված ուժ գոնե պետք է տեսնեք եւ պետք է այդ առումով անեք ընտրությունը։ Ինչ վերաբերում է ինչ ենք անելու, երբ ձայն ունենանք, դա կարելի է այսպես բան անել, ասել, որ դա հունիսի 8-ին եղած պատկերը ցույց կտա, իսկապես այդպես է, որովհետև ուրիշ բան է, երբ դու ունենաս 4%, ուրիշ բան է, երբ դու ունենաս 6%, եւ ուրիշ բան է, թե ինչպիսի հարաբերակցություն, ինչպիսի կոնֆիգուրացիա կձևավորվի մյուս կուսակցությունների պարագայում, հա, իսկապես այս պահին շատ դժվար է ասել, թե ինչ կանենք։ Մենք հստակ գիտենք ինչ չենք անի։ Մենք բացառում ենք, որ մեր ՔՎ-ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ, մենք բացառում ենք, որ մեր ՔՎ-ի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը կդառնա վարչապետ։ Ունենք մեր ինչ արդեն այս հարցազրույցի ընթացքում էլ ասացի, թե ինչու մոտավորապես եւ դա այն հստակն է, որ կա։ Մենք նաեւ գիտենք, որ Սամվել Կարապետյանը իր դեմքով վարչապետ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրորեն անհնար է։ Դա նույնպես մենք մեր սկզբունքներին, մեր համոզմունքներին դեմ է սահմանադրություն փոխել հապճեպ կերպով, որպեսի այս կամ այն անձին, անկախ նրա կենսագրությունից եւ այլն, այս կամ այն անձին վարչապետ դառնալը հնարավոր դարձնելու համար։ Մնացած ամեն ինչը քննարկելու առարկա է։ Կան շատ կարևոր սկզբունքներ, կան մի քիչ պակաս կարևոր սկզբունքներ եւ այդ ամեն ինչ արդեն կդառնա բանակցության առարկա եւ մենք նաեւ ուզում ենք շատ կուզեինք, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավոր լինել նաեւ նպաստել պարլամենտական դեմոկրատիայի, պարլամենտարիզմի զարգացմանը։ Այսինքն գունապնակը մեծ ներում է։ Այո։ Դուք ձեր խոսքում, պարոն Հակոբյան, նշեցիք, որ Հայկ Մարությանը, ոչ թե Հայկ Մարությանը, այլ ձեր ուժը սուղ միջոցներ ունի քարոզարշավի հետ կապված։ Բայց տեսեք, հայտարարները, երբ որ ներկայացրել են առաջին դեմքերին, պարոն Մարությանը բավականին մեծ կապիտալի է տիրապետում եւ իշխանությունը նաեւ քննադատում է ձեզ, թե ինչու այդ կապիտալը դրսում է, ինչու Հայաստանում չի իր կապիտալը ստեղծել Հայկ Մարությանը եւ դրանից եզրակացնում են, որ Հայկ Մարությանը ավելի շատ դրսում իր կապիտալները կպահի եւ կգնա այնտեղ, քան Հայաստանի համար ինչ որ լավ բաներ կանի։ Տեսեք, նախ պետք է հստակ տարանջատել Հայկ Մարությանի անձնական միջոցները կուսակցության միջոցներից։ Իհարկե, Հայկ Մարությանը կուսակցության ամենախոշոր դոնորներից է, եթե ոչ ամենախոշորը, թվերին իսկապես լավ չեմ տիրապետում, բնականաբար Հայկ Մարությանն իր անձնական միջոցներից ներդրում անում է կուսակցության զարգացման հարցում, բայց նրա անձնական միջոցները դա բնավ կուսակցության միջոցները չեն։ Եվ քանի որ պարոն Մարությանը առիթ ունեցել է սրա հետ կապված խոսել, ես ուղղակի հպանցիկ ասեմ, թե իր բիզնեսը ինչպես է կառուցված, հա, դա մեծ հաշվով ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանելու, բայց հադախ Հայկ Մարությանը իր կապիտալը ձևավորել է մեզ բոլորիս աչքի առաջ, հա, 90-ականների վերջից սկսած մեր էկրաններից երևացել է, թե ինչպես է նա կայանում։ Այդ թվում նաև իր ֆինանսական միջոցները, իր կարողությունը ինչպես է ձեռք բերում եւ նա իր ունեցած կապիտալը ներդրել է անշարժ գույքի շուկայում, իսկ անշարժ գույքի շուկան այնքանով է ճկուն, որ եթե ինչ որ աշխարհամասում կամ երկրագնդի ինչ որ հատվածում անշարժ գույքը թանկանում է, դու այնտեղ վաճառում ես քո անշարժ գույքը եւ հակառակը եթե ինչ-որ միտեղ էժանանում է դու ձեռք ես բերում քո գույքը եւ այստեղ մի քանի տարվա տարբերությամբ կարող է այդ պատկերը փոխվել, հա, ենթադրենք, չգիտեմ, 10 տարի առաջ ավելի շատ Երևանում կար անշարժ գույք, այս պայդրությամբ ավելի քիչ կա Երևանում, Հայաստանում ավելի շատ կա եվրոպական, մի քանի երկրներում, բայց հիմա տենդենսը այնպիսին է, որ Երևանում կարելի է ավելի շատ։ Այսինքն սա զուտ ինչ որ բիզնես հարաբերություններ են եւ այստեղ
սրանով չի պայմանավորված, թե դու ինչքան ես քո կյանքը կապում Հայաստանի հետ։ Դրա պայմանավորված է նա, որ պարոն Մարությանը այս ողջ ընթացքում ապրում է Հայաստանում, իր կյանքը կապում է Հայաստանի հետ, իր ընտանիքի անդամները, իր երեխաները սովորում են հայկական դպրոցներում, Հայաստանում են մասնագիտություն ձեռք բերում եւ այլն եւ այլն։ Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը անխտիր շատ հետաքրքիր խոստումներ են տալիս, բոլորը շատ լավ բաներ են առաջարկում քաղաքացիներին, իրանց ծրագրերը ներկայացնում են եւ տնտեսական, արտաքին, մի խոսքով շատ հրաշալի, այսպես փաթեթ է բոլորի մոտ։ Այդ ձեր նախընտրական ծրագիրը ինչով է տարբերվում։ Կա մի բան, որը ձեզ տարբերում է մյուսներից։ Սոցիալ-տնտեսական նկատի ունեմ, ոչ արտաքին քաղաքական։ Այո, դե հենց սոցիալ-տնտեսականի հետ կապված, ճիշտ է, մի քիչ ձանձրալի է խոսել կուսակցությունների գաղափարախոսություններից, մանավանդ ժամանակակից աշխարհում, երբ դա միախառնվում են տարբեր հոսանքները, հա, մենք սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցություն ենք, ինչը մի քիչ եվրոպական լիբերալիզմի, մի քիչ եվրոպական սոցիալիզմի խառնուրդ է, այն իմաստով, որ մեզ համար հասարակական հարաբերություններում առաջնային նշանակություն ունեն լիբերալ արժեքները, ազատ խոսքը, ազատ շուկայական մրցակցությունը, ազատ դատարանները, հավասար հնարավորություններ հասարակության բոլոր շերտերի համար, պարզ ասած բոլորի եւ յուրաքանչյուրի համար հավասար հնարավորություններ, մյուս կողմից նաև Երևանի քաղաքապետարանում մեր աշխատանքի փորձը ցույց է տվել, որ հասարակական հարաբերություններում տնտեսության մեջ պետության մասնակցությունը կարևոր է, պետության մի քիչ ավելի շատ վերահսկողությունը, քան դա առաջարկում են օրինակ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրանց կառավարությունը ավելի կարևոր է, ենթադրենք շատ պարզ օրինակ բերեմ, նաև այդ կադրերն էլ հայտնի կան, որ երբ Երևանում աղբի ճգնաժամ էր, Հայկ Մարությանն առաջարկում էր, որ պետք է ստեղծվի համայնքային հիմնարկ, այսինքն պետք է մասնավորը չկառավարի, այլ համայնքը կառավարի, որովհետև նախ մասնավորի ստացած լրացուցիչ եկամուտները կմնա քաղաքին, երկրորդը քաղաքը ավելի պատասխանատու կլինի, երրորդը էքսցեսների, հա, ճգնաժամերի դեպքում քաղաքը ավելի պատասխանատու եւ սրտացավ ձևով կկառավարի։ Նույնը ավտոբուսի ոլորտում, նույնը մի քանի այլ ոլորտներում։ Կառավարության գործընկերները ասում են, չէ, պետքա թողել, որ դա անի մասնավորը։ Տարբերությունը, եթե երկու բառով ասենք, սա է։ Մենք կարծում ենք, որ կարևորագույն ոլորտներում պետությունը պետք է ունենա ավելի շատ մասնակցություն, ավելի շատ վերահսկողություն։ Եվ այս առումով նաև օրինակ մեր ամենակարևոր ծրագրային կետերից մեկն է on-line կազինոների արգելքը։ Տեսեք, ավելի աճ մտածելակերպ ունեցող մարդիկ ասում են, որ դա յուրաքանչյուր մարդու գործն է, հա, գիտեք, յուրաքանչյուր մարդու գործն է ամրագոտի գցել թե չգցելը, բայց դա մենք որպես պետություն համարում ենք, որ պետք է մենք կարողանանք ազդել մարդու վարքագծի վրա, որ նա ամրագոտի գցի, որտեղ այդ կյանքը մենակ իր կյանքը չի։ Ինքը Աստված ոչանի, եթե վթար լինի, իր ուրեմն առողջությանը վնաս տալով, նաև պետությանն է վնաս տալիս, որովհետև պետությունը նրա առողջապահության, ծախսերի եւ այլն եւ ընդհանրապես կարգ ու կանոնը ազդում է ոչ միայն քո առողջության վրա, կարգ ու կանոնի խախտումը, այլև մյուսների առողջության վրա։ Մեր մոտեցումը այսպեսին է եւ մենք առաջարկում ենք կատեգորիկ կերպով արգելել on-line խաղերը, որտեղ մենք տեսնում ենք, որ դա ահռելի ծավալի հասել է երկրում եւ մարդկանց իրենց ընտանիքների հոգեկան առողջությանը, ֆինանսական բարեկեցության վրա ազդում է եւ մի քանի, գիտեք, միլիոն դոլարի հարկային մուտքերի համար կարծում ենք, որ չարժե այդ ոլորտը զարգացնել։ Հակառակը այդ ոլորտում արդեն ներգրավված կազմակերպությունների պոտենցիալը պետք է ուղղել այլ ավելի բարիք ստեղծող գործունեության վրա։ Շատ լավ, եւ ամփոփելով, պարոն Կարապետյան, Հայկ Մարությանը, եթե չեմ սխալվում, 2 տարի, հա, քաղաքղեկավարեց։ 3-ից մի քիչ ավել, 3 ու ավել։ Տեսեք, թիմ ղեկավար լինելը, քաղաքային տնտեսություն վարելը այլ բան է, երկիր ընդհանուրը լրիվ այլ բան է։
Դուք ինչ եք կարծում, ինքը արդյոք կկարողանա երկրի ղեկավար լինել եւ ներկայացնել արտաքին աշխարհում Հայաստանը ունենալով 3 տարվա կամ 4 տարվա մոտ կառավարման փորձ, բայց այն էլ քաղաքային տնտեսության։ Հնարավոր է դա։ Տեսեք, նախ մինչև քաղաքապետ ընտրվելն էլ շատերն ասում էին, թե ինչպես կարող է նա քաղաք կառավարել, հիմա ասում են քաղաք կառավարելը տեսել ենք, լավ է, բայց ինչպես կարա երկիր կառավարել, ուրեմն եթե դու մեծ հաշվով, ընդհանուր առմամբ կարծում եմ շատ ավելի դրական տպավորություններ կան այդ կառավարումից եւ 3 տարվա ընթացքում իսկապես շատ բաներ նաեւ կիսատ են մնացել, բայց նաեւ շատ տեսանելի արդյունքներ կան։ Տեսեք, նախ քաղաքային մանավանդ մեծ խոշոր մեգապոլիս կառավարելու փորձը ահռելի պետական կառավարման ոլորտում շատ մեծ փորձ է։ Այնտեղ կա եւ ճգնաժամային կառավարում, այնտեղ կա եւ հասարակական հարաբերություններ եւ տարատեսակ այլ սուբյեկտների հետ, հա, այլ պետական մարմինների, չգիտեմ, մասնավորների հետ հարաբերություններ, որոնք պետք է կառավարել։ Եվ բնականաբար, եթե դու կարողանում ես այդ ամենը լավ կառավարել, դու կարողանաս նաև երկիրը կառավարելու հայտ ներկայացնել, ուրեմն ներկայացնելու հիմքեր ունենալ։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, կամ օրինակ դուք չհարցրեցիք, բայց շատ հարցնում են, ասում են ստվերային կաբինետ ունեք, ստվերային կաբինետ պարզ ասած ամբողջական չունենք, բայց ունենք սկզբունք։ Երկրի կառավարմանը պետք է մասնակցեն այն բոլոր բանիմաց սկզբունքային եւ նվիրված, հա, հանրային ծառայությանը նվիրված մարդիկ, որովհետեւ այդ աշխատանքը մեծ փողեր չի ենթադրում եւ պարգևավճարներ չի ենթադրում, այդտեղ դա իսկապես տաժանակիր, պատասխանատու եւ անշնորհակալ ծառայություն է, երբեք չի կարելի ակնկալել շնորհակալություն։ Եթե դու շնորհակալության համար ես դա անում, դու շատ շուտ թևաթափ կլինես։ Եվ մենք պատրաստ ենք, արդեն կան իհարկե նաև որոշ նախնական պայմանավորվածություններ, կան որոշ ուրեմն նախնական դիտարկումներ, թե ով կարող է այս կամ այն պաշտոնում մեր թիմի անդամը լինել եւ ներգրավել պրոֆեսիոնալներին, բանիմաց մարդկանց, եւ մասնավոր սեկտորից, եւ պետական համակարգից։ Շատ, քանի որ ստվերային կաբինետի մասին խոսեցիք, շատ ուժերին հենց այդ քննադատությունը հնչեցնում է, որ օրինակ ով է դեր պաշտպանության նախարարը, ով է դեր ազգային անվտանգության տնօրենը, ապագա եթե օրինակ կոնկրետ պաշտպանության նախարարը ես գիտեմ ով է, բայց չեմ ասի։ Ինչու վախենում եք թիրախավորել։ Դե բնականաբար այդ հավանական է, որ այդ մարդը խնդիրներ կունենա իր աշխատանքում, որտեղ էլ որ նա աշխատելիս լինի։ Շատ լավ, այսպես բանել ավարտենք, խորհրդավորել ավարտենք մեր զրույցը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։